Պարոն Քերոփյան, թերևս բոլորի ուշադրության կենտրոնում միջազգային թոփ թեման դա Իրան-ԱՄՆ պատերազմ, հետո բանակցություններ, եթե կարելի է այդպես անվանել, երկշաբաթյա հրադադարն է։ Դուք նայելով այսպես ուժային բալանսին, կողմերի հռետորաբանությանը, մի կողմ դնենք քարոզչական, այսպես ասած, թեզերը, որովհետև բոլորը պնդում են, որ իրենք են հաղթել, իրենք այս պատերազմում հաղթանակ են տարել իրենց ձևով, ընդհանուր առմամբ կարելի է խոսել Իրանում, Իրանի եւ ԱՄՆ-ի պարագայում հաղթանակ տանելու մասին, որովհետեւ Իրանի ժողովուրդը արդեն երեկվանից տոնում է այդ հաղթանակը։ Ուրեմն սկսենք նրանից, որ այս պատերազմը իհարկե շատ կարևոր է հենց հայկական տեսանկյունից, քանի որ Իրանը բարեկամ պետություն է, Իրանով անցնում են մեր մատակարարման ճանապարհները եւ ոչ վերջին հերթին, վերջին տարիներին ձեռք բերված ռազմական տեխնիկայի մատակարարումները, դա գաղտնիք չէ, դրա մասին շատ են խոսել եւ ցանկացած բան, որ տեղի ունի Իրանում, բնականաբար հետաքրքրություն են ներկայացնում, իսկ այստեղ խոսք գնում է հենց մեր սահմանից այն կողմ տեղի ունեցող պատերազմի մասին եւ շատ հեռու չէ այն օրը, երբ կրակոցները կամ արգելը կսկսեն պայթել անմիջապես Հայաստանի սահմանի մոտակայքում։ Ինչ է տեղի ունենում վերջին մոտապես 40 օրվա ընթացքում։ Փոխհրաձգություն, որի ընթացքում կողմերից որևէ մեկը ռազմավարական առավելություն չի ստացել։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ընդունել են, որ Իրանի հրթիռային պոտենցիալը չի վերացվել եւ վերջին 2 շաբաթվա ընթացքում այդ հրթիռային պոտենցիալը ավելի ու ավելի մեծ իրական կիրառում է ստացել, ավելի հզոր հրթիռներ են կիրառվել, ավելի հեռու թիրախներ են խոցվել, ավելի ցավոտ է ամեն դեպքում այդ պատերազմը ընթանում Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար եւ չպետք է մոռանանք, որ նրանք չեն կարողացել հավաքագրել դաշնակիցներ այս հարցում։ Միակ բանը, որ կարողացել են անել, դա ծոցի երկրների, դա Միացյալ Էմիրություններ, Օման, որոշ չափով, որտեղ Օմանն էլ է տուժել, Կաթար, Բահրեյն, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, որոշ չափով Հորդանա, որտեղ գիտենք Հորդանանի տարածքում ԱՄՆ ռազմաբազա է խոցվել եւ այնտեղ հենց գետնի վրա ինքնաթիռներ են վնասվել, մեկը ոնց որ թե անվերադարձա կամ երկուսը։ Այդ ծոցի պետություններն են այսպես համախմբվել պահանջելով Միացյալ Նահանգներից դադարեցնել Իրանի դեմ գործողությունները, որովհետև անպաշտպան են մնացել Իրանի այսպես փոխադարձ եւ հակադարձ գործողությունների նկատմամբ, հասկանալով նաեւ, որ Իրանը դե ֆակտո իրեն վերագրել եւ ստացել այդ իրավունքը խփել ծոցի երկրներում Միացյալ Նահանգների բազաներին եւ բիզնես հետաքրքրություններին եւ որպես կոլատերալ այսպես վնաս նաեւ վնաս հասցնելով իսկ որոշ չափով շատ այսպես զգայուն վնաս հասցնելով այդ երկրների ենթակառուցվածքներին, այդ երկրների բնակչության այսպես սենտիմենտին, հա, եւ հակապատերազմական այսպես ալիքը կարող է շատ մեծ չափ ստանալ եւ խժռել իրականում Միացյալ Նահանգների ամբողջ հետաքրքրությունները ծոցի երկրներում։ Այն ինչ որ սպասվում է Իսլամաբադում, ես իրականում դրան շատ այսպես սկեպտիկ եմ վերաբերվում, այն իմաստով, որ ասեք հայտարարություններից հետո, որ հրադադար եւ այլն, Իսրայելը սարսափելի հանցագործություններ է գործում Լիբանանի ոչ միայն հարավում, կադրեր ենք տեսնում, ինչպես Բեյրութում ռմբակոծություններ են եւ ահռելի չափի հասնող ռմբակոծություններ են օդային եւ Լիբանանի հարավի տարածքի նկատմամբ Իսրայելի անթաքույց այսպես պահանջ է ներկայացվում ոչ միայն ապառազմականացման, այլ ռազմակալման պահանջ է ներկայացվում եւ այստեղ խոսել են բանի մասին, որ ինչ որ երկար սպասված խաղաղություն կամ հրադադար կարող է գա տարածաշրջան, դա ավելորդ է։ Պարոն Քերոփյան, թերևս դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են նաև Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն ունենալ։ Մեկն այն է, որ դեռևս չէր սկսել պատերազմը ԱՄՆ-Իրան, խոսքում էր բոլորիս հայտնի թրիփի իրագործման մասին, եւ այնպես է ստացվում, որ շատ փորձագետներ, վերլուծաբաններ, թե Հայաստանից եւ թե այլ վայրերից, այն կարծիքին են, որ Թրամփը գնաց թրիփի ստեղծմանը, գլխավոր նպատակն այն էր, որ տարածաշրջանում ունենար
ներկայություն հենց Իրանի հետ սահմանին եւ փորձեր ճնշել Իրանին, հա, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ Իրանի պաշտոնական Թեհրանի համար կարմիր գիծ է, այսպես ասած, ամերիկյան ներկայության տեղակայումը Սյունիքում եւ Իրանը մեկ անգամ չէ որ բարձր մակարդակով այդ մասին հայտարարել է։ Հիմա ինչ է ստացվում, եթե կողմերը նստեն բանակցությունների ստեղան, միանշանակ մենք այլ Իրան ենք տեսնելու պատերազմից առաջ եւ հետո։ Ինչպես դա կանդրադառնա, հա, արդյոք թրիփը կյանքի կկոչվի մեր դեպքում եւ ինչպես դա կանդրադառնա Հայաստանի վրա ցանկացած սցենարով, ցանկացած Իրան ունենալու պարագայում։ Սկսենք նրանից, որ թրիփը անթակույց կերպով Ադրբեջանի կողմից ներկայացում է որպես իրենց այսպես դիվանագիտական հաղթանակ եւ Հայաստանին պարտադրված ծրագիր, որևէ մեկ անգամ նախքան օգոստոսի 8-ը խոսակցություն չի գնացել նրա մասին, որ հայ-ամերիկյան ձեռնարկություն է ստեղծվելու, որը կառավարելու է Սյունիքի հարավով անցնող ճանապարհը, որով Ադրբեջանին թույլ է տրվելու անխոչնդոտ անցուդարձ։ Հիմա մենք ունենք օգոստոսի 8-ից հետո մի վիճակ, որ իրողություն, հա, Իրանի հյուսիսային սահմանից մի քիչ հյուսիս, որ այնտեղ կա դե յուրե ամերիկյան ներկայություն, հունվարին կնքված էլի այսպես հուշագրերի արդյունքում այդ ներկայությունը ստացավ դոմինանտ ներկայություն, հիշում ենք 74-26 հարաբերակցությունը, ոչ հօգուտ Հայաստանի, հա, ի վնաս Հայաստանի կարելի է այսպես ասել, բայց ես ձեռնպահ կմնամ թրիփի նկատմամբ կարծիք հայտնելուց, այն տրամաբանությամբ, որ դրա մասին մենք ամեն ինչ չէ, որ գիտենք։ Այս կառավարությունը այս վարչախումբը այնքան հաճախ է ստել եւ ստի վրա բռնվել, որ ես վստահ եմ, որ թրիփի շուրջ կան կուլիսային պայմանավորվածություններ, որոնք թաքուն են պահվում ժողովրդից, թաքուն են պահվում Հայաստանի բնակչությունից, որովհետեւ դրանք ավելի վնասաբեր են հայերի համար, Հայաստանի համար։ Հիմա ինչքանով են վնասաբեր, չեն կարող իմանալ, մինչև դրանք ամբողջությամբ չպարզվեն, բայց դատելով են բանից ինչպես է այդ ամեն ինչը փաթաթվում մեր վզին, հնարավոր եմ համարում, որ այնտեղ լինեն ավելի այսպես նվաստացուցիչ, ստորացուցիչ պայմաններ։ Հիմա կարելի է վիճել, թե արդյոք 26%-ը ստորացուցիչ է, թե ոչ։ Իսկ ինչու ոչ 99 օրինակ, հա? Ինչու օրինակ ամերիկյան կողմի համար բավարար չէ 1% ներկայությունը որպես երաշխավոր, հա, եւ ինչու է այստեղ այնպիսի մեծամասնությունը, որ նույնիսկ լավ 3/4 չասենք, բայց մի խաս պակաս 3/4-ից, իսկ 2/3-ից շատ ավելի շատ։ Եվ այստեղ խոսք չի կարող գնալ ընդհանրապես իրավահավասարության մասին այս հարաբերություններում, իսկ իրավահավասարությունը միջազգային հարաբերությունում ամենակարևոր սկզբունքն է։ Եթե դու զիջել ես քո իրավունքները, ապա դու զիջում ես ինքնիշխանությունը։ Շատերը ասում են, որ այնտեղ գիտեք ինչ կա հայտարարություններում, ուշագրերում Հայաստանի ինքնիշխանության մասին մեկ անգամ չէ որ նշվում է եւ այլն, բայց եթե զիջել ես իրավունքներդ եւ զիջել ես իրավահավասարություն, ապա ինքնիշխանության մասին խոսելն ավելորդ է այստեղ։ Եվ մեկ անգամ, եթե ճիշտ եմ մեջբերում, Ալիևը ըստ էության ոչ ուղիղ, բայց ասել էր, որ երբ գնա Թրամփը, չի լինի թրիփը։ Ըստ էության եւ մեկ անգամ չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարում են, որ թրիփ կասեք, թե միջանցք կասեք եւ այլն, դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Ուղղակի այլ ձևակերպմամբ։ Իրենք թրիփ այլևս չեն ասում։ Հա, եւ Ալիևը ուղիղ կերպով մատնաշել է, որ Թրամփին ինքն է խնդրել իր անունը կպցնել այդ ճանապարհին, որպեսզի ստանա իր ուզածը։ Հիմա ինչքանով է իր ուզածը ամբողջական դարձել, հա, կախված է դրանից, թե մենք ինչ կանենք դրա նկատմամբ։ Արդյոք կօգտագործենք այս ժամանակավոր այսպես շունչ քաշելու համար այս հնարավորությունը կամ մեր ժամանակաշրջանը, թե կսպասենք էլի ընտրական քարոզարշավով կզբաղվենք ընդհանրապես եւ ժողովրդին չենք պատրաստի վատագույն սցենարին։ Իսկ վատագույն սցենարը գիտենք ինչ է, թուրքական պետությունների կազմակերպությունների քարտեզում Հայաստան չկա, Հայաստան տեղանունը նույնիսկ չկա Թուրքիայի այսպես շահերի քարտեզում, եթե Եգիպտոսը կամ Լիբիան իրենց սահմաններով կան եւ իրենց անուններով, Հայաստան տեղանունը նույնիսկ այդտեղ չկա։ Եվ իրենք չեն էլ թաքցնում։ Թուրքիան տեսեք միշտ ասում է, որ ես համաձայն եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը Ադրբեջանի պայմաններով։ Բնականաբար, այստեղ խոսք չի գնում որևէ իրավահավասարության մասին, այստեղ խոսք չի գնում նրա մասին, որ Հայաստանի շահերը ընդհանրապես ասած պաշտպանված են։ Իսկ Հայաստանի շահերը դրիվ ուրիշ բանի մասին են։ Հայաստանի շահերը պետք է բխեն մեր այսպես ճանապարհի ցանկությունից, ինչ է ով ենք մենք եւ ուր ենք ուզում գնալ։ Արդյոք ձևակերպված են այս շահերը թե ոչ։
Հիմա մենք շատ կարող ենք խոսել որն է հայկական շահը եւ այլն, բայց գիտենք մի բան, որ այսօրվա վարչախումբը ոչ միայն պաշտպան չէ հայկական շահերի, այլև չի էլ ձգտում ձևակերպել այդ ազգային շահերը։ Հրաժարվել են Հայաստանի շահերից, հրաժարվել են ազգային անվտանգության ռազմավարությունից, միջավայրից վերջերս իմ գործընկերներից մեկը նամակ էր ստացել ի պատասխան իր հարցմանը ազգային անվտանգության խորհրդի գրասենյակից, ավելի շուտ անվտանգության խորհրդի գրասենյակից, որ շարունակում է գործել 2007 թվականին նախագահի հրամանագրով գործի դրված ազգային անվտանգության ռազմավարությունը, այն փաստաթուղթը, որը 20 թվականին հրապարակվել է, այն արդիական չէ եւ փաստորեն չի գործում, իսկ այժմ ինչով են առաջնորդվում ընթացիկ աշխարհագրական սպառնալիքներով եւ իրավիճակային արձագանքումով, որը իրականում պաշտոնական հանցագործություն է։ Մի անգամ եթե հայտարարել ես անվտանգության ռազմավարություն ունենալու մասին, իսկ դա համապարփակ պետք է լինի, ապա այլևս չես կարող ասել, որ այդպիսին չունես եւ չես էլ պատրաստվում ունենալ։ Ես վերջերս վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ուղիղ եթերում խոստովանեց, որ ազգային անվտանգության ռազմավարություն չունեն եւ առաջնորդվում են իրավիճակով։ Իմիջիայլոց պետք է ասեմ, եթե սահուն անցանք այս թեմային, սրանից 1 տարի 2 ամիս առաջ մոտավորապես 25 թվականի փետրվարին ստեղծվել է ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքային խումբ, այդտեղ բարձր պաշտոնյաներ ներգրաված եւ անվտանգության խորհրդի նիստերի արձանագրություններում կամ առնվազն մամլո հաղորդագրություններում այդ նիստերի մասին խոսք էլ չի գնում անգամ այդ նոր ռազմավարության մշակման ընթացքի մասին։ Այսինքն մենք այսօր ունենք մի վիճակ, որ ոչ այդ ազգային անվտանգության ռազմավարությունը մշակում, ոչ հետամուտ է լինում, չկա որևէ հետևողականություն, փաստացի հանցավոր անգործություն է տեղի ունենում։ Ժողովրդին չեն պատրաստում ոչ մի բանի, ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի։ Իսկ պատերազմով տեսեք ամեն օր համարյա կարելի ասել սպառնում են։